Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն մարտի 12-ն է, ու մենք այսօրվա մեր հաղորդման ընթացքում բազմաթիվ կարևոր հարցեր ունենք անդրադառնալու, քանի որ երեք ուզում էի պատրաստել հաղորդում, բայց չստացվեց, երկրորդ հաղորդումը, այդ դրա պատճառով բազմաթիվ կարևոր հարցեր են կուտակվել։ Ասեմ միանգամից, Նիկոլ Փաշինյանի ելույթն է դա Եվրոպական խորհրդարանում, կանդրադառնանք Ալիևի եւ Պուտինի հեռախոսազրույցին, այդտեղ էլ կան վտանգավոր տարրեր հաղորդագրության մեջ, շատ բան նկատում ենք, որ փոփոխության է ենթարկվում, եւ մնացածը արդեն կխոսենք, թե ինչ զարգացումներ կան Իրանի շուրջ։ Իսկ Իրանի շուրջ շատ հետաքրքիր զարգացումներ են, ամեն օր մենք ավելի ու ավելի համոզվում ենք, որ այս պատերազմը կարող է ավարտվել ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգների հաղթանակով կամ պարտությամբ, այլ ճիշտ է Իրանի ջախջախմամբ, բայց նույն ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերի թուլացմամբ տարածաշրջանում այդ վտանգը կա, ահա այդ հարցը կքննարկենք, բայց ես հույսով եմ, որ այստեղ եւս մենք կարող ենք սխալվել, քանի որ հիմա Իրանի շուրջ բազմաթիվ հարցերի շուրջ կարող ենք սխալվել, հույսով եմ այստեղ կսխալվենք, քանի որ դա միանշանակ մեծ խնդիրներ կստեղծի մեզ համար։ Ադրբեջանը սկսել է փոխել շատ արագ իր քաղաքականությունը, այսինքն օրվա իրավիճակից ելնելով բոլորը սկսել են կառուցել իրենց քաղաքականությունը։ Ալիևը եւս բացառություն չէ, նույնիսկ ոչ թե բացառություն չէ, այլ առաջիններից մեկն է, կառուցում ահա այդպիսի քաղաքականություն ելնելով այսօրվա կոնկրետ իրողություններից։ Սկսենք Նիկոլ Փաշինյանի ելույթով Եվրոպական խորհրդարանում, եւ հիմնական ուղերձը Նիկոլ Փաշինյանի այն էր, որ Հայաստանը ձգտում է խաղաղության եւ ամենամեծ անվտանգության երաշխիքը դա խաղաղությունն է։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե նախկինում այլ անվտանգության երաշխիքների մասն էինք մտածում, հիմա տեսնում ենք, որ քաղաքականությունը ամենալավ անվտանգության երաշխիքն է, գնալ դեպի խաղաղության։ Դա կարևոր ուղերձ էր Եվրամիությանը։ Դա չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է նորագույն տեխնոլոգիաներով զենք ձեռք բերել կամ պատրաստվել ռազմական գործողությունների, դա ուղերձ էր Եվրոպական միությանը, որ հարավային Կովկասը պատրաստվում է շատ երկարատև խաղաղության, այլևս կոնֆլիկտներ անցյալում են, Հայաստանի Հանրապետությունը շատ վճռական է տրամադրված, որպեսզի խաղաղություն հաստատվի տարածաշրջանում, եւ նույնիսկ Փաշինյանը ասաց, որ հենց հիմա էլ մենք մեր ունեցած այս ենթակառուցվածքներով, այսինքն ոչ նորմալ, բայց այնուամենայնիվ ինչ որ կա այդ ենթակառուցվածքներով պատրաստ ենք հենց հիմա ապահովել կապը Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև։ Եթե Թուրքիան եւ Ադրբեջանը ցանկանան, հենց հիմա կբացենք սահմանը եւ թող իրենք օգտվեն այդ բաց սահմաններից։ Ու շատ հստակ նշեց, որ TRIP-ը հստակ ձեռնտու է Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության շահերին բոլոր առումներով, թե երկարաժամկետ առումով, թե միջնաժամկետ եւ թե կարճաժամկետ։ Սա շատ կարևոր հայտարարություններ եւ ուղերձներ էին, որոնք որ ուղղված էին ոչ միայն Եվրոպային, պատկերացրեք, այլ նաեւ Ադրբեջանին, ամբողջ տարածաշրջանին, Ամերիկայի Միացյալ Նահանգներին նույնպես, այսինքն բոլորին շատ կարևոր ուղերձ էր, բայց ամենակարևոր ուղերձը անձամբ ինձ համար այն էր, որ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Վրաստանին ու շատ պարզ, հստակ ու կոնկրետ ասեց, որ Հայաստանում այդ օրենքը ընդունվեց Եվրոմիությանը միանալու համար այն պատճառով, որ Վրաստանը արդեն դարձել էր Եվրամիության տեխնացու երկիր, այսինքն դուք երբ տվեցիք Վրաստանին Եվրամիության տեխնացուի կարգավիճակ, մենք հասկացանք, որ Վրաստանը վաղը մյուս օրը կարող է դառնա տարիներ անց Եվրամիության անդամ եւ մենք էլ ունենք տվյալ հնարավորությունը։ Իսկ երբ որ հիմա արդեն սկսել եք փակել դռները Եվրամիության Վրաստանի առջև, դա արդեն լուրջ խնդիրներ է ստեղծում նաեւ Հայաստանի համար։ Դրա համար Փաշինյանը հստակ կոչ արեց, որպեսզի Եվրամիությունը մի փոքր վերանայի իր մոտեցումները Վրաստանի նկատմամբ։ Շատ լավ, ճիշտ
առաջնորդի Հարավային Կովկասի առաջնորդի քաղաքական կարևոր ուղերձեր Եվրամիությանը, քանի որ հենց Եվրամիությունը ընկալում է այդպիսին Փաշինյանին, այսինքն Եվրամիությունը տեսնում է Հայաստանին որպես իր կարևոր դաշնակից եւ այդպիսի հայտարարություններ էլ եղան, չէ՞, հենց հիմա այդպիսի հայտարարություններ եղան եւ եթե այդպես է տեսնում, հավասար է նաեւ տեսնում ինչ որ միտեղ Հայաստանին, դա շատ լավ է իհարկե, ապա Հայաստանի կոչը շատ հստակ էր եւ միանշանակ, որ դուք պետք է ամեն ինչ անեք, որպեսզի բարելավեք ձեր հարաբերությունները Վրաստանի հետ։ Դա չի նշանակում, որ Վրաստանից ոչ մի խնդիր չկա, ամեն ինչ լավ է, ամեն ինչ իդեալական է, ընդհանրապես այս կյանքում ոչինչ չկա իդեալական, բայց Եվրամիությունը իր հերթին պետք է սկսի ճիշտ քաղաքականություն վարել Վրաստանի նկատմամբ։ Այդ քաղաքականությունը ոչինչ չտվեց, որը որ ինքը սկսեց իրականացնել Վրաստանի նկատմամբ։ Միգուցե այդպիսի քաղաքականության պարագայում փոխվելու քաղաքականությանը, ճիշտ քաղաքականության վարելու պարագայում Հայաստանի նաև օգնության շնորհիվ, Հայաստանի միջնորդությամբ, այսինքն Հայաստանի իշխանությունները աշխատեն Վրաստանի իշխանությունների հետ, փորձեն օգնեն, իսկ Եվրամիությունը նույնպես սկսի փորձել փոխել իր մոտեցումները Վրաստանի նկատմամբ, ինչ որ դրական տեղաշարժ իրականացվի, թե չի հակառակ պարագայում Ռուսաստանը կհափշտակի թե Վրաստանը, թե Հայաստանը, թե Ադրբեջանը, այս մասով ոչ ոք թող որևիցե կասկած նույնիսկ չունենա։ Եվ որպես կարևոր փաստակ բերեմ երեկվա հեռախոսազրույցը Ալիևի եւ Պուտինի միջև։ Դե պատճառները շատ էին, որ նման հեռախոսազանգեր տեղի ունեցել, Ռուսաստանի Դաշնությունը շնորհակալություն էր հայտնում Ադրբեջանին, որ իր քաղաքացիներին է տարհանել, շնորհակալություն է հայտնում Պուտինը, որ հումանիտար օգնություն է գնում Իրանին Ադրբեջանի միջոցով, բայց վերջում տեսնում ենք, որ իրենք քննարկում են իրենց ռազմավարական դաշնակցային հարաբերությունները եւ թե ինչպես կարելի է այդ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները խորացնել, տարածաշրջանային հարցեր են քննարկում, ընդհանուր հետաքրքրություններն են քննարկում, որոնք են Ռուսաստանի եւ Ադրբեջանի ընդհանուր հետաքրքրությունները։ Լարիք հիշենք, թե ընդամենը 1 տարի առաջ, մի փոքր ավել, մինչև Դոնալդ Թրամփի գալը իշխանության, տարիուկես առաջ, ինչպիսի քաղաքականություն էր վարում Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ ու ում միջոցով, ինչը մենք մոռացել ենք, թե ինչ սինխրոնություն ուներ Ռուսաստանի եւ Ադրբեջանի քաղաքականությունը ընդդեմ Հայաստանի, ինչ աստիճանի սինխրոնություն ունեին իրենց հարաբերությունները։ Ինչպես էր Ադրբեջանը եւ Ռուսաստանը միաբերան պահանջում, որպեսզի եվրոպական դիտորդական առաքելությունը հեռանա Հայաստանից։ Նույնիսկ խաղաղության պայմանագրի այդ տեքստում մտցրել են այդ կետը, որը որ կոնկրետ վերաբերվում է Եվրամիության դիտորդական առաքելությանը։ Շատերը փորձում են հերքել, փոխել, ասել թե չէ, նման բան չկա, բայց կա։ Եվ դա տեղի էր ունեցել հենց Ռուսաստանի Դաշնության պահանջով, դա ձեռնտու էր Ադրբեջանն, ուղղակի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեսավ, որ իրավիճակը փոխվում է, աշխարհը ունեցավ Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր նախագահ Դոնալդ Թրամփ եւ նա լրիվ այլ քաղաքականություն է վարելու։ Դրա համար Ալիևի այդ դիրքորոշումը քաղաքականությունը փոխվեց։ Ճիշտ է, մի քանի դեպքեր էլ տեղի ունեցան։ Շատ հեշտ են ադրբեջանցիները գտնում պատճառ, առիթ, թե ինչու համար իրենք լարվում են իրենց հարևանների հետ։ Ինքնաթիռի խոցումը, մնացած գործողությունները շատ լավ առիթ դարձան, որպեսզի վատթարանան Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունները եւ ճիշտ հակառակը տեղի ունենա։ Ադրբեջանը սկսի խորացնել հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ Եվրամիության հետ։ Իմիջայլոց 3 Եվրամիության խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտոն գտնվում էր Ադրբեջանում, Կոշտոն շատ հետաքրքիր ժամանակաշրջանում է այցելում Ադրբեջան եւ մենք տեսանք Ալիևի հավաստիացումը, որ իրենք խաղաղություն են ուզում։ Ալիևը ասում է, որ մենք խաղաղության մեջ ապրում ենք ընդամենը 7 ամիս։ Արդեն սկսել ենք առևտուր անել, սկսել ենք նավթ վաճառել Հայաստանին, նավթ մատակարարել Հայաստանին։ Ու նրա խոսքերով դա երկկողմ
առողջ հարաբերություններ կառուցելու լավ հիմք է։ Նա ասում է, որ ի տարբերություն շատերի մեր խաղաղությունը թղթի վրա չէ, ձևական չէ, այլ իրական խաղաղություն է։ Այդպիսի հավաստիացումներ է տալիս Պոշտային Իլհամ Ալիևը, բայց եթե վերադառնում ենք Պուտինի հետ հեռախոսազրույցին եւ իրենց ընդհանուր շահերին, այստեղ լուրջ կասկածներ է առաջանում։ Եվ այս կասկածները առաջանում են, գիտեք ինչու, եթե մենք հիմա սահուն տեղափոխվենք այն ամեն ինչ տեղի ունենում Իրանում, մենք հասկանում ենք այն, որ Ալիևը ինքն էլ տեսնում է հստակ մեկ բան, որ Իրանի շուրջ ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Եթե ընդամենը մեկ շաբաթ առաջ կամ մի քիչ էլ քիչ ինքը ծրագիր էր մշակում, թե ինչպես կարելի է մտնել Իրան, այնտեղ լարվածություններ բողոքել, ռազմական գործողությունների մեջ մտնել Թուրքիայի օգնությամբ, ինչանից այնտեղ էլ շատ կարևոր հարց կա, քանի որ Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարը գտնվում էր Բաքվում, եւ այնտեղից կարևոր հայտարարություններ են հնչել, որոնք որ մեզ հուշում են, թե ինչ կարող է տեղի ունենալ։ Այսինքն բոլոր սցենարներով Ադրբեջանը պատրաստվում է։ Ուղղակի հիմա Ալիևը տեսնում է, որ այս պահի դրությամբ կոնկրետ այս 4 օրը երևի, այս 4 օրերի ընթացքում պատերազմի ընթացքը փոխվեց։ Այսինքն Իրանը դեռևս հնարավորություն ունի հարվածներ հասցնել Իսրայելին եւ Պարսից ծոցի երկրներին, ինչ այլոց այսօր Դուբային են կրկին հարվածել, արաբական երկրների նավթ արտահանման կարևոր կենտրոնների 3-ից 4 տանկեր են խորտակել Հորմուզի նեղուցում իրանցիները։ 3 մենք նաև սահուն կերպով անցանք Իրանին, բայց կարևոր է ուղղակի իրար հետ ամեն ինչ կապելը։ 3 Հեզբոլլահը 100 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ եւ Իրանը նույնպես բազմաթիվ հրթիռներ միանգամից արձակեց սինխրոն ձևով Իրանից մենք այլ հայտարարություններ ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգներից, այլ հայտարարություններ ունենք Իրանը պահանջում է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որ եթե ուզում եք պատերազմը դադարեցվի, դուք պետք է փոխհատուցում տաք մեզ եւ խոստանաք, որ այլևս պատերազմ չեք սկսի։ Թրամփը ասում է, մենք արդեն ավարտել ենք, մենք արդեն հաղթանակը տարել ենք, մեկ ասում է այլևս բան չի մնացել, ինչ պետք է ռմբակոծենք, շատ բան չի մնացել, մեկ ասում է չէ, դեռ շատ անելիք ունենք, մեկ սպառնում է, մեկ հայտարարում է հաղթանակի մասին, չես հասկանում։ Թրամփից ոչինչ չի կարելի հասկանալ, բայց Թրամփին չցիտել, Թրամփի հայտարարություններին չանդրադառնալ, դա եւս դժվար է։ Փաստը այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում 11 միլիարդ դոլարից ավել գումար են ծախսել։ Հիմա այն փոքր այդ թիվը սկսել է նվազել, բայց օրը այնուամենայնիվ հասնում է մոտ 1 միլիարդի եւ ասում են սա 10 անգամ ավելին է, քան Ամերիկայի Միացյալ Նահանգները ծախսում էր Սիրիայում իսլամական պետության դեմ։ Ահռելի մեծ գումարներ է ծախսում Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ դժվար թե ցանկանա շատ երկար շարունակել այս պատերազմը։ Այն, որ Իրանին մեծ վնաս է հասցրել Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածները, դա փաստ է։ Այն, որ նաեւ ռազմական իմաստով Իրանը տարիներով հետ է ընկել, կարող է 3-4 տարի նույնիսկ, չեմ կարող ասել, դա ինձ համար շատ բարդ թեմա է, բայց միանշանակ է, որ շատ թիրախներ են խոցել Ամերիկայի Միացյալ Նահանգները, շատ լուրջ հարված են հասցրել եւ Իրանը բնական է, որ չի կարող Ամերիկայի Միացյալ Նահանգներին մեծ վնաս հասցնել։ Միջայլոց 3 տեղեկություն կար, որ կարող է Իրանը հարձակվել Կալիֆոռնիայի վրա, զգուշացում կար, անօթաչու սարքերով, դա էլ չեմ հասկանում որտեղից ինչպես։ Ուղղակի տելեգրամյան ալիքներով ստացա այդ տեղեկությունը, տեսավորելի մի քանի տելեգրամյան ալիքներով տարածվում է, բայց ներևի մեր հայրենակիցները Ամերիկայի Միացյալ Նահանգներում ավելի լավ են հասկանում, թե ինչի մասին է խոսքը, որտեղից Իրանը կարող է հարձակել այդ անօթաչու թռչող սարքերը, բայց եթե նման բան տեղի ունենա, սա լրիվ փոխելու է պատերազմական այս ընթացքը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները 3 շատ ակտիվ գործողություններ են ձեռնարկել, հենց 3 եւ առաջի օրը, մարտի 10-ից 11-ին, եւ այդ ընթացքում 16 ականապատող նավ են կարողացել խորտակել Հորմուզի նեղուցում, բայց
Միևնույն է, ինչպես արդեն նշեցի, Իրանը կարողացել է խոցել 3-ից 4 տանկեր, 3-ից 4 տանկեր եւ դա կտրուկ ազդելու է նավթի գների վրա։ Ամերիկայի Միացյալ Նահանգները արդեն իսկ բացում է իր նավթի պաշարները, բայց ինչպես հայտարարում են Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունից, վերջին 24 ժամերի ընթացքում կտրուկ նվազել էր դրոների եւ հրթիռների արձակման քանակը, բայց դա երեկվա հաղորդագրություն էր, այսօրվանը մենք չունենք, այսօր մենք տեսնում ենք, որ բազմաթիվ հարվածներ են եղել, ինչպես նշեցի, Պարսից ծոցի երկրներին, նաեւ շինությունների են հարվածել, բարձրահարկ նավթավերամշակման գործարանների, պետք է հասկանալ, փաստը այն է, որ Թրամփը առաջարկում է բանակցություններ, մեկ հետո ասում է չէ, մենք հարվածելու ենք, իսկ Իրանում ստաբիլ ձևով պնդում են, որ իրենք անպայման կհաղթանակ տանեն ու իրենք պատրաստ չեն այդպիսի բանակցությունների, միայն բանակցություններ այն պայմանով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է փոխհատուցում տա։ Ցավոք սերտի երեք չեմ կարող ասել Իսրայելի թե Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից հրթիռային հարված է հասցվել նաև հայկական թաղամասին Թեհրանում, այնտեղ կար փլուզում, այս մասին տեղեկացնում էր Իրանի դեսպանությունը Հայաստանի Հանրապետության մեջ, զոհերի մասին տեղեկություններ չկային, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգներում արդեն կա դժգոհություն կոնկրետ Իսրայելի նկատմամբ, օրինակի համար սենատոր Կրիս Մյորֆին հայտարարել է, որ այս պատերազմը Իսրայելի համար է, այսինքն Իսրայելը ստիպեց Ամերիկայի Միացյալ Նահանգներին մտնել պատերազմի մեջ։ Դե Ամերիկայի Միացյալ Նահանգներին իրոք դուր չի գալիս, որ ամբողջ Պարսից ծոցը կրկնեմ կրակի մեջ է եկել, հարված էր հասցվել նաև Դուբայի օդանավակայանին։ Պարսից ծոցի երկրներն էլ կամաց, ինչպես ասեմ, որ ավելի ճիշտ լինի, Ամերիկայի Միացյալ Նահանգների գործողություններին ոչ թե դեմ են, այլ սկսել են այլ ձևի վերաբերվել։ Եվ ես կրկնեմ, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները Աստված ոչ հարասցե այս պատերազմը չկարողանան հասցնել տրամաբանական ավարտի, սա կբերի Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքերի թուլացման ամբողջ տարածաշրջանում։ Պարսից ծոցի երկրներով եւ այն կարող է հասնել մինչեւ մեզ։ Դրա համար Ալիևը արդեն այլ խաղի տեղ է թողնում, օրերով է ինքը կողմնորոշվում։ Բայց ես շատ հույսով եմ, որ Դոնալդ Թրամփը ուշքի կգա, իր փառասիրությանը մի հատ լավ կհարվածեն Իրանից, նոր հայտարարություններ կհնչեն, իմ հույսս դա է, որ Իրանը փոքր կդիպչի այդ հայտարարությունները եւ իրենք կորոշեն շատ ավելի լուրջ եւ կտրուկ գործողությունների դիմել, երևի թեկուզ սահմանափակ ռազմական գործողությունների, քանի որ կրկնեմ այդ ռեժիմի մնալը Իրանում ավելի մեծ խնդիրներ կստեղծի հիմա մեզ համար։ Շատ լավ ավելի կլիներ, եթե այս պատերազմը չսկսվեր, եթե այս ձև է ավարտվելու այս պատերազմը։ Քանի որ այդ ռեժիմը ավելի ծայրահեղ, ավելի վայրենի կդառնա եւ այն կխնդիր ստեղծի միանշանակ նաեւ Հայաստանի համար, թրիփ ծրագրի համար, Հայաստան-Ադրբեջան կարգավորման համար, քանի որ Ադրբեջանը կրկին շատ արագ, մեզանից շատ ավելի արագ կփոխի իր օրենտացիան, կրկին լավ հարաբերությունների մեջ կմտնի Ռուսաստանի Դաշնության հետ, կրկին Չինաստան կսկսի երգել եւ այդ ժամանակ շատ ավելի վատ կլինի բնական է մեզ համար։ Դրա համար մնացել է ընդամենը հուսալ եւ սպասել Ամերիկայի Միացյալ Նահանգների հաղթանակին։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ամեն ինչ խառն է, կոնգրեսի միջանկյալ ընտրություններից է Թրամփը վախենում, իր վարկանիշից է վախենում, ընդհանուր հասարակական կարծիքի ճնշումներից է վախենում, իսկ այդ աղջիկների դպրոցին հարվածելը եւս սկսել է ազդել նրա վրա շատ բացասական իմաստով, բայց ամեն ինչ այդպես միանշանակ չէ, սիրելի հայրենակիցներ, մենք տեսանք, թե այս 10-12 օրերի ընթացքում ինչ արագ ամեն ինչ փոփոխվում է, Ամերիկայի Միացյալ Նահանգները դեռ ունակ են շատ լուրջ հետաքրքիր գործողությունների, բնականաբար։
Կրկնեմ, խոսք չկա այն մասին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտվում են։ Պարտություն եւ հաղթանակ հասկացողությունները շատ, ինչպես ասեմ, որ ճիշտ լինի։ Ամերիկայի Միացյալ Նահանգները օդից ամեն ինչ վառել են Իրանում, բայց գետնի վրա իրանցիները կան եւ նրանք դեռևս կարողանում են հրթիռներ եւ դրոններ արձակել եւ խնդիրներ ստեղծել ամբողջ տարածաշրջանի համար եւ դա կարող է իրենց համար հաղթանակի նշան լինել, քանի որ ռեժիմը չի փոխվում։ Դրա համար Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է շտաբ գործողությունների դիմեն։ Օրինակի համար Մոդուրոյի դեմ օպերացիան Ամերիկայի Միացյալ Նահանգների քաշը միանգամից ավելացրեց ամբողջ աշխարհում, այսինքն ճիշտ է Ամերիկայի Միացյալ Նահանգները համար առաջին գերտերությունն են եւ էին, բայց դա միևնույնն ավելացրեց Ամերիկայի Միացյալ Նահանգների քաշը եւ Դոնալդ Թրամփի քաշը։ Իսկ պատերազմի այս ծևի ավարտը միանշանակ թույլատրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների քաշը եւ վնաս է տալու առաջին հերթին տարածաշրջանի այն երկրներին, որոնք որ շատ խորը հարաբերություններ ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Բայց կրկնեմ, ես հույսով եմ, որ ամեն ինչ շատ արագ կփոխվի եւ այնուամենայնիվ Ամերիկայի Միացյալ Նահանգները վճռականորեն կգնան Իրանում ռեժիմի փոփոխությանը։ Այսօրվա համար այսքանը, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, հանդիպենք։